շատ են հարցնում նմանավերջի շրջանում արտաքսումների կապված դեպորտ Ռուսաստանից մեր հայրենակիցների և հարցը հետևյալն է հունիսի 7-ից հետո հնարավոր է այդ հարցը արագ լուծել նաև մի բան կար որ մոռացա դրա մասին ասել խնդրել են որ ձեզ փոխանցենք երկու առաջ երբ որ նկարահանումների էի Հանրապետության հրապարակում մի տղա երեխայի մոտեցավ և մի պատմություն պատմեց 2000-ական թվականների Կրասնոդարի երկրամասում խնդիր է եղել այսպես կոչված սկինխեդների հետ կապված հայկական գերեզմաններ են անվիրվել և ասես նախագահ Քոչարյանը այդ ժամանակ եկավ մեկ օրվա մեջ այդ խնդիրը լուծեց և մենք այլևս պրոբլեմ չունենք Կրասնոդարում և ասես խնդրում եմ իմ անունից փոխանցի նաև որ հանդիպում ա եղել նաև համայնքի հետ իմ անունից փոխանցի որ մենք ձեր կողքին ենք ձեր հետ ենք և հուսով ենք որ ձեր ընտրվելու պարագայում են բոլոր խնդիրները որ կան շատ արագ լուծում ստանան քանի որ խոստացել էի փոխանցեցի այդ հարցը և նաև շնորհակալություն ձեզ և խնդրում եմ այդ հարցին պատասխանել հարցը մեկն է թե երկուսն դեպորտների հարցը երկու ամսվա հարցը ուրիշ բան չկա և զբաղվել հարց հետևողական հարցով զբաղվել և ունենալ այն հարաբերությունները որոնք թույլ են տալիս նման կարգի հարցերը շատ արագ լուծել այդպիսի հարց երբեք չի եղել իմ պարզությամբ այս հարցը արհեստական ձևով ստեղծված հարց է և հետևանք է այս իշխանությունների քաղաքականության Ժորժ ջան, երկու կողմերը բարձրախոս է դրած խնդրում եմ ովքեր հարցեր ունեն համեցեք բայց ես մի բան ավելացնեմ քանի որ Կրասնոդարի այդ մասին խոսք եղավ նայեք ես իմ այցերի ժամանակ Ռուսաստան միշտ ընտրում էի բացի Մոսկվայից երկրորդ քաղաքը և ընտրում էի այն քաղաքները որտեղ ես տեսնում եմ որ կան հայկական համայնքի և տեղի իշխանությունների հետ կան որոշակի լարվածություն կամ իրար լավ չեն հասկանում կամ որոշակի ազնական հատուկ դա է անում գնում է տեղում գուբերնատորին հրավիրում այդ համայնքի ղեկավարին էի հրավիրում համատեղ մի հանդիպում էինք անում իմ գնալուց հետո արձագանքը միշտ մեկն է հարցերը լուծված են մենք լավ ենք զգում և Հայաստանի առաջնորդի ֆունկցիան նաև դա պիտի լինի անել ամեն ինչ որ դրսում ապրող հայերը իրենց լավ զգան ճնշված չզգան և այդ բանը